Սանտա Բարբարա գնալու ամենահաճելի տարբերակը գնացքով ուղևորվելն է։ Եվ այսօր մենք գտնվում ենք Գլենդելի ամթրաքի կայարանում եւ ամթրակով մեկնելու ենք Սանտա Բարբարա։ Մենք վերցնելու ենք Pacific Surfliner կոչվող ամթրակի գիծը, որը ձգվում է Pacific Coast-ով սկսած San Luis Obispo-ից մինչև San Diego եւ անցնում է բոլոր ծովափնյա, գեղեցիկ եւ փոքրիկ տուրիստական քաղաքների մոտով։ Բոլոր կանգառները գտնվում են անմիջապես ծովի ափին եւ շատ հարմար է ճամփորդելու համար, մեկ օրվա ուղևորության համար։ Նախորդ օնլայն կարող եք ձեռք բերել տոմսերը։ Լոս Անջելեսից մեկնելու համար կա Գլենդելի կայարանը, կայարան կա Բրբանքում, Վենայսում եւ կայարան կա բնականաբար Լոս Անջելեսում, Լոս Անջելես Union Station է կոչվում։ Այսօր մենք գտնվում ենք Գլենդելում, ամենամոտ եւ հարմար տարբերակն է մեզ համար, որովհետեւ պարկինգները նույնպես անվճար են, 72 ժամ կարող եք ձեր մեքենան թողնել պարկինգում, գնալ, ժամանակ անցկացնել, երեկոյան հետ գալ, վերցնել եւ մեկնել տուն։ Գլենդելի կայարանը ահա այսպես փոքրիկ, գողտրիկ մի կայարան է, շատ հարմար է։ Մարդիկ գալիս են, ասենք, իրենց չվերթից մի 20-25 րոպե առաջ եւ երբեմն ճիշտ է, երբեմն լինում են գնացքի ուշացումներ, բայց ոչ երկար եւ ամեն 10-15 րոպե մեկ հայտարարություն է կատարվում, եթե հանկարծ գնացքի ուշացումներ են լինում, նույնպես զգուշացնում են։ Գլենդելի կայարանը, ինչպես նշեցի, շատ փոքր է, կայարանի մեջ հիմնականում չեք գտնի աշխատողներ, որպեսզի ձեր հարցերին պատասխանեն։ Դրա համար խորհուրդ է տրվում անպայման տոմսերը նախորդ օնլայն վերցնել, որովհետև եթե ուզենաք գաք եւ այստեղից տոմս գնեք այդ պահին ճամփորդելու համար, հաստատ դա ձեզ մոտ չի ստացվի։ Նախորդ տոմսերը օնլայն ձեռք եք բերում, չնայած այստեղ կայարանում, եթե ուշադիր հետևեք ցուցատախտակներին, նրանք ձեզ կնշեն գոնե ուղղությունները, թե որ կողմի վրա պետք է սպասեք ձեր գնացքին։ Ուրեմն այս կայարանից բացի ամթրաքի գնացքից նաև մեկնում է Metrolink-ը եւ ավտոբուսների կայարանն է նաև այստեղ։ Ուրեմն Metrolink Trains դիմացից մեկնում են, այստեղից կարելի է հենց տոմսերը վերցնել եւ ավտոբուսները նույնպես այն կողմ։ Ուրեմն Metrolink-ի դեղինը գնում է Burbank Airport, Venice, Northridge, Simi Valley, Moore Park, Camarillo, Oxnard, Ventura East, իսկ կանաչ գիծը Burbank Downtown Airport, Sun Valley, Silmar, New House, Santa Clarita, Via Princesa, Vicentgrade, Palmdale, մինչև Lancaster։ Ահա կարող եք այստեղից այս ուղղություններով մետրոյով հասնել։ Մենք գնացքի մեջ ենք, սա ամթրաքի բիզնես կլասն է, բիզնես կլասի տոմսեր վերցնելն ավելի ձեռնտու է, որովհետև ընդամենը երևի մի $10-15 տարբերություն է եւ ավելի հարմարավետ է նստատեղերը, իր մեջ ներառում է նաեւ սնակ, սուրճ, երկու կողմ ճանապարհի վրա եւ ավելի քիչ մարդիկ են միշտ օգտվում ամթրաքի բիզնես կլասը գտնվում է ճամպրուկների, նայեք ինչ մեծ տարածք է, միշտ կարող եք ավելի շատ ճամպրուկ ձեզ հետ վերցնել, այստեղի զուգարաններն ավելի մեծ են եւ ավելի մաքուր են։ Ինչպես ասեցի, նստատեղերն ավելի հարմար են։ Այստեղ կա նաեւ եւս մեկ զուգարան, եւս մեկ այստեղից գնում է լանչ զոնը, նորից փոքրիկ տարածք, որտեղ կարելի է կարգի հրավիրվել։ Hello. How you doing? Good, thank you very much. Yeah. Այստեղ սուրճը եւ թեթևակի սնակը, որ կարող են
վագոնում գտնվող բիզնես կլասի բոլոր հաճախորդներն օգտվել։ Ինչքան որ կամենան։ Այստեղ բիզնես կլասում ունենք բացովի սեղաններ, իհարկե էկոնոմ կլասում էլ այս սեղանները կան։ Այստեղ ունենք հոսանքի աղբյուր 120 վոլտ, այնպես որ կարող եք լիցքավորել։ Այս աթոռները նույնպես բացվում են մի քիչ եւ մի փոքր ուզում եմ ցույց տամ ուղղակի նաեւ էկոնոմ կլասը, որպեսզի տարբերությունը պատկերացնեք։ Այստեղի նստատեղերն էլ վատը չեն եւ այսօր բավականին քիչ մարդ կա գնացքի մեջ, բայց էկոնոմ կլասի մեջ չի մտնում սուրճը եւ սնակը, ինչը մենք ունենք բիզնես կլասում եւ գնալուց եւ գալուց։ Ոչում իհարկե կա սրճարան եւ եթե ինչ-որ բան եք ցանկանում, անպայման կարող եք օգտվել սրճարանից, իհարկե արդեն վճարով, նստատեղերով հաճելի ձեռքերը մաքրելու համար կան հարմարանք, ալկոհոլ դրած գնացքով ճամփորդելիս դուք հաստատ կհայտնաբերեք ամերիկան ուրիշ տեսակետից, ինչը դուք երբեք չեք տեսնի մեքենայով ճամփորդել։ Ընդհանրապես գնացքի բոլոր ուղիները անցնում են հրաշալի բնական շշմեցուցիչ եւ ապշեցուցիչ տեսարաններով, որը դուք երբեք չեք տեսնի, եթե այս նույն ճանապարհն անցնեք մեքենայով կամ ավտոբուսով։ Ահա եւ մենք հասանք Վենտուրա, իսկ Վենտուրայից հետո սկսվում է ամենահետաքրքիր, ամենագեղեցիկ տեսարանները Pacific Coast-ով ամբողջությամբ գնացքը անցնում է անմիջապես օվկիանոսի եզերքով ընդհու մինչև San Luis Obispo։ Այս տեսարանը պետք է միայն վայելել։ Ահա հասանք Կարպինտերիա, մինչև Սանտա Բարբարա, սա փոքրիկ ծովափնյա քաղաք է, որտեղ կարելի է մի ամբողջ օրյա թուր նվիրել եւ գալ միայն Կարպինտերիա, նորից ծովափին է հենց եւ կայարանը նույնպես գտնվում է անմիջապես ծովին, սովոտքով կարող եք հասնել ծովափ։ Ահա եւ հասանք Սանտա Բարբարա, 2 ժամ 10-15 րոպե եւ մենք արդեն այստեղ ենք։ Հիանալի ճանապարհ, ռելաքս, հարմարավետ, հետաքրքիր եւ գեղեցիկ 2-15 րոպեում մենք հասանք Սանտա Բարբարա։ Խորհուրդ եմ տալիս անպայման ճամփորդեք ամթրաքով, այս մեկօրյա թուրերը վերցրեք, եթե կարիք ունեք խորհրդատվության կամ տոմսերի գնման համար, պատրաստ եմ օգնելու։ Հանդիպենք։